Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ խոսամ երկու հարցի շուրջ, մեկը պատասխանեմ մեկ անգամ եւս, երևի թե վերջի անգամ պատասխանեմ ձեր հարցին, թե ինչու Արթուր Ֆարմանյանը չի պայքարում իշխանության համար, եւ երկրորդ հարցը, որը որ ուզում եմ այսօր բարձրաձայնեմ։ Ձեր հարցի պատասխանը կլինի առաջի հարցով հետեւյալը. Արթուր Ֆարմանյանը այսօրվա դրությամբ չի ուզում մասնակցի ընտրություններին երկու հարգելից պատճառներով, որպեսզի ազգը իմանա, որ Արթուր Ֆարմանյանը իրոք պայքարում է իրենց անկախության համար, իրենց շահերի համար, իրենց արժանապատիվ ապրելու համար, ոչ թե աթոռա կռիվ է տալիս։ Դա առաջինը, ինչի համար։ Քանի որ կոմունիստական եւ սոցիալիստական գաղափարախոսությունը, ինչպես միշտ ասել եմ, դա ժողովրդավարական է, դա ժողովրդական է, բայց ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը 4 իշխանությունները վերածել են սեփական հորդուքյանին, իսկ հայկական Հայաստանի բյուջետը սարքել են նրանք ինչ լափաման, լափում են եւ չեն կշտանում։ Ընտրությունները լինելու են, ասեմ ձեզ, շատ դաժան, շատ կեղտոտ, քանի որ մեկը մեկի վրա կամպրոմատներ, սուտ, ճիշտ խոսելով, հայոյելով, արդեն էլ մոռացել են, որ իրենք քաղաքական գործիչներ են, ինչքան կեղտ կա, լցված է քաղաքական դաշտ, պետությունը սարքելով կրկես, կապիկություններ են անում, իսկ Արթուր Ֆարմանյանը չի ուզում մասնակցի այդ կրկես շոուին եւ այդ կապիկությանը, եթե կարճ այսքանը։ Իսկ հիմա ամենահուզող թեման, ինչի մասին ուզում եմ բարձրաձայնել։ Սիրելի բարեկամներ, ոչ կառավարությունը, ոչ էլ ընդդիմությունը չի խոսում մի հատ ցավող թեմայից, որի անունն է խաղամոլություն եւ կազինո։ Թմրամոլությունը պարզ է, վխտումն է, աղքատությունը վխտումն է, մարդիկ կործանվում են, ամեն ինչ այսօրվա դրությամբ Հայաստանում կա վատը։ Եվ այդ ժամանակ, երբ որ այս ամեն չարիքները գոյություն ունեն, այս մարդիկ թողնելով այս բոլոր խնդիրները, խոսում են իրենց շահի մասին, իրենց գեղեցիկ ներկայացնում են ուրախ ավտոբուսներ, տրոլեյբուսներ եւ այլն եւ այլն։ Ինչ է մոտիկանան նորից այդ ասած լափամանին։ Ուրեմն սիրելի բարեկամներ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ Արթուր Ֆարմանյանը չի համարում Հայաստանի բյուջեն լափաման։ Այդ բյուջեի յուրաքանչյուր լումա պետք է ծախսվի հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բարի կյանքը ապահովելով, անվտանգությունը ապահովելով եւ այլն եւ այլն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը դա կրկես չի մեր համար, դա լուրջ զգացմունք է մեր սրտի խորքում, դա պետություն է, դա մեր ազգն է, դա մեր հենարանն է, դա մեր հույսն ու հավատն է։ Հիմա նորից վերադառնամ թմրամոլության թեմային, ժողովուրդ ջան, ժողովուրդը չունենալով աշխատանք, չունենալով նորմալ աշխատավարձ, մտածում են եւ իրենց հույսերը շատերը գտնում են, որ կազինոներում կա ինչ-որ մի բարի ձյաձյա, ով բաժանում է գումար, գնում են, կրվում են, գալիս են, վարկ են վերցնում, նորից են կրվում, հետո անցնում են խմիչքի, հետո թմրամոլության, հետո տներ են քանդվում, քանի որ խաղում են թե աղջիկ, թե տղա, թե կին, թե տղամարդ, քայքայվում են այդ ընտանիքները, իսկ ընտանիքները քայքայվելուց երեխաները մնում են որբ եւ երկրի վիճակը ավելի ծանրանում է, քանի որ յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր պետության ամրությունը սկսվում է ընտանիքից։ Բայց ոչ ընդդիմադիրներն են խոսում, ոչ էլ կրկնվեմ կառավարությունը։ Դե կառավարության հետ պարզ է։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին իրենց կպականներով տեսախցիկներից էին կախվում եւ խոստանում էին, որ սա ժողովրդի թալան է, տոնդեղ, չգիտեմ, անուններ էին տալիս, Սաշիկը, Մաշիկը, 50, 150, բան եւ այլն, հետո եկավ ասեց, ես դες բան չեմ ասել, միգուցե այն ժամանակ հայրենասեր էր, հետո հայրենասեր չէր, դրա համար չարեց, չգիտեմ, բայց ցավը շատ խորն է, ժողովուրդ ջան, սրա դեմը պետք է առնել։ Հարգելի գոլեգաներ, քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժեր, խնդրում եմ ձեզ, բարձրաձայնեք, եթե դուք գաք իշխանության, թող հանրությունը իմանա, ինչպես դուք կվերաբերվեք օնլայն եւ ոչ օնլայն կազինոներին։ Քաղաքական դաշտում ոչ թե կարծեմ հաստատ եղել է Հայաստանը, ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը, որը ասել է, որ յուրաքանչյուր խաղացող կհարկվի,
կհարկվի եւ այդ հարկը կգնա թոշակների բարձրացմանը։ Կարծեմ 200,000 թիվ է հնչեցել, որ հնարավոր է եւ մարդը Նաիրի Սարգսյանը հիմնավորել էր, որ այդ հաշվին հնարավոր է սարքել 200,000 դրամ թոշակառուների թոշակները։ Հարգելի խաղամոլներ, դեմ եք, որ դուք այդ փողը պետությունը վերցնի ձեզանից եւ դա ձեր ծնողներին, ձեր տատիկ պապիկներին։ Հույսով եմ եւ համոզված եմ ոչ։ Լավ է ուտեն ձեր ծնողները, քան թե ուտեն օլիգարխները, որ տանում եք ձեր քրդինքը, ձեր տանջանքը, ձեր պարկ վերցրածը, ձեր վերցրածը տալիս եք օլիգարխատին, դրանով հարստացնելով իրենք իրենց սիրածներով, սիրեկաններով, սիրուհիներով, ընտանիքներով, երեխեքով յախտաներով օվկիանոսում վայելում են այս մարդու համար տրամադրված կարճ կյանքը։ Ձեր երեխաները պակաս կվայելեն, մտածեք։ Սիրելի բարեկամներ, այսքանն է ուզում ասեի, շատ մեծ ողբերգություն է այդ խաղամոլությունը, մի խաղացեք, իսկ եթե ունեք բարեկամներ, օգնեք նրանց, դա իրոք հիվանդություն է։ Իսկ դուք հարգելի քաղաքական գործիչներ, սպասում եմ ձեր պատասխանին, երբ կպատասխանեք այն ուժը, որ գա իշխանության, Նիկոլի պես չի խաբելու, տեսախցիկների պահով իրոք փակելու եք կազինոները, թե այդ լափամանը ավելի քաղցր է, քան բյուջետի լափամանը։ Այսքանը ժողովուրդ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքս, կեցե ջավախքահայությունս, կեցե արցախահայությունս։ Հիշեք ժողովուրդ ջան, մենք դա դուք եք, դուք դա մենք ենք։ Կեցե մեր սուրբ Մասիս լեռը, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը, կեցե մեր առաքելական Սուրբ եկեղեցին։ Մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկ եւ պապիկներ, լավ եղեք, առողջ եղեք։ Մենք ձեր կարիքը ունենք։ Ժողովուրդ ջան, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն, այսօր այսքանը։